Բարի առավոտ, ելի բարեկամներ, բարի լույս, մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ այսօրը նորից ունենք եւ այս առավոտը ունենք հատուկ նպատակի համար։ Ոչ մի բան աննպատակ չի այս աշխարհում։ Ինչ որ պատահում է, ինչ որ ունենք, Աստված մեզ տալիս է հատուկ նպատակի համար, որ փնտրենք, ճանաչենք, գտնենք, դուռը թակենք եւ բացվի մեզ, հասկանանք կյանքի իմաստը եւ այդպես հոգեվոր կյանքում ունենանք Աստծո խոսքի միջոցով աճ։ Այսօր մեր հյուրն է մեզ էլի Վաչե Էկմեկ ջան եղբայրը, որը Փասադենայի հայ եղբայրության ուրեմն Աստվածաշնչի եկեղեցու հովիվն է։ Ունեցել ենք առիթներ, անգամներ նա եղել է մեզ մոտ վստահ, որոնք երկար տարիներ հետևում են մեր ուղիղ եթերին, կճանաչեն, կհիշեն մեր եղբայրը։ Վաչե եղբայր, շնորհակալ ենք եկար եւ այսօր միասին ենք Շատ ուրախ եմ եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ ինձ տեղյակ պահեցիք, որ այստեղ եւ առիթը բաց չթողեցի։ Ես ալ ուրախ եմ եւ դեռ միշտ սրտիս վրա գտնի ամեն անգամ որ Երևան այցել եմ առաքելությունով գուզեմ անպայման այս առաքելության մեջ ապաժանալ եւ քաչալերել եւ օրհնել ասկորձը որ եղբայրս դուք կնեք երկար դարներ եւեր եւ օրհնություն թողնա մեր ունգընտիրներուն Ամեն փառք Տիրոջը Վաչե եղբայր այս մենք գիտենք որ վաղը ուրեմն նշելու ենք մեր ցեղասպանության տարելիցը դա մեր կարելի ասել չգիտեմ վատ հիշողություններ այսպես վատ հիշողություն ցավալի որ չի երբեք չի ջնջվի հայի սրտից եւ ձեր պատգամն էլ կարծես թե հենց վերաբերվում է վաղվա այդ օրվան ցեղասպանության վերապրեցնող Աստված շատ հետաքրքիր է եւ սիրով լսում ենք քեզ եղբայրս Այո, ես գիշեմ փոքր դարիքեն, որ մեծած եմ Սուրիա եւ ապա փոխադրված դեղափոխված Միացյալ Նահանգներ, միշտ մեր երեցները գսեին, որ ինչպես Տեր Հիսուսի խաչերության շաբաթը կոչված է ավակ ցավով լեցուն շաբաթը, բայց անոր վերջավորության հարության դոնագադարությունը կա, կարծես հայ ժողովրդի ենթակիդակցության եւ հավաքական կիդակցության մեջ այս ցեղասպանության հիշադակության նախորդող օրերն ասանք ավակ շաբաթն է ցավով լեցուն շաբաթն է մեջ ավակ ուրփաթի բատկերը գա իրականությունը գա բայց նույն ադենալ անոր վերջավորության կդեսնենք իդ ցանկի եկող ժողովուրդ մգա վերաբրեցնող աստծո ցերկը գա Անորմալ միշտ մտքիս մեջ նույնանմանություն եղած է, շատ մոդիկ օրերում մենք արդեն դոնեցինք, հիշեցինք ավակ շաբաթը եւ Տեր Հիսուսի փառավոր հարությունը, կարծես նույն այս հոգիով վաղը ազգովին ամեն աշխարհի 4 կողմը կհիշենք 111-րդ ամյակը ցեղասպանության, բայց նույն ադենալ մեր աչքերը կսևերենք մեզ վերակենդանացնող ասուն, անորմալ Այսօրվա խորհրդածությունս կոչած եմ մեզ վերաբերեցնող Աստվածը։ Գիտեք, չարիք կոչված փառը կա, որ շատ խորունկ բան է։ Եվ ամեն մարդու մտքի մեջ այսօր շատ ավելի գարձարձվի։ Ոչ միայն ասենք ցեղասպանության հետ կապված, այլ անհատական բոլոր փորձառություններում մեջը։ Մարդ արածի միշտ մտքի մեջը լա անհատ կամ հավաքականություն միշտ գհարցնե թե ինչու չարիքը սվածը կա կամ ավելի խորունգը ինչու բարի մարդկան չարփան կբադահի դա ամենատանջող հարցն է մարդկանց եւ ասեմ քեզի հեշտ պատասխաններ չկան միանշանակ այո ասել ովքեր որ գուզեն խորը երթալ ավելի բրբդել այո գսեմ լավ է բրբդենք բայց Դժվար հարցում մնա եւ անոր պատասխանը եթե պիտի ուզենք կետ շոշափելի մեր մտքին սրդի մոդիկ պատասխանը միանազող խոսքի մեջ պիտի փնտրենք ազաշունչի մեջ պիտի փնտրենք ադիկա եւ որ չարիք կսեմ լա անհատի բադահած լա հավաքականության բադահած գիտենք որ իր երկու երես ունի մեկը մարդկային փարոյական չարիքը մյուսն աղետներու հետ կապված չարիքը
Այսինքն մարդկային բնական ճարիքը գիտենք մարդու եւ որ գծավցնե գվիրավորե կանարքե գսպաննե ողջագիզումի գենթարգե գթալանե գկոմաս ամենը մարդու ըրած ճարիքն է եւ Աստծո խոսքը մեզ գսե որ անոր արմատը գերտամիջև եթե մի բարդեզը եւ որ նախամարտը մեղ կործեց Աստծո բատկերեն ինգավ անոր հետ եկավ մեղքը անոր հետ եղավ ճարիքը անոր հետ եղավ մահը եւ մարդու հանդեպ այս չարությունը ասիգա մարդկային ճարիքն է բայց դակավին հարցումը նույնն է գմնա եւ որ երթանք իշ ավելի լայն օղակներ մեր հայկական շրջանակներում մեջ այս օրերում մանավանդ ցեղասպանության ասեշադագության օրերում կտեսնենք որ շատեր թարնությունով լեցված են, շատեր փարգությունով, շատեր վրիժարությունով եւ ամեն տեսակի ժխտական սկացումներով։ Եվ երբեմն Աստծո հանդեպ տրտմություն կամ ինչ ասեմ, ըմբոստություն, ասպես որ շատ խորուն կանգած որ մանավանդ այդ բոլոր ժամանակներում է չագերդյալ հարցումը ասված ուր էր։ Այս հարցումը միջև վերջ կհարցեն, չեմ գիտեր եթե ժամանակներ անցնի ապրիլ 24-ի հետ ուրիշ հարցումներ կհարցնեն, բայց այս օրերում մարդոց այս լեզվի եւ մտքի վրա հարցումներ ասեն։ Ուրեմն պիտի պատասխանը եթե փիլիսոփաներու հարցնես, դերևս իրենց մագարտակով նաս լսեն։ Պատասխանը պատմաբաններուն հարցնես, դերևս իրենց մեկնաբանությունը, բայց որպես հայ քրիստոնյա ժողովուրդ մենք ունենք մեր աղբյուրը Աստծո խոսքին երթալու եւ այդպիսի հարցումներ հարցնելու કારણ որ մտքիս մեջ երկու հատվածներ կա որ կամ ավելի ասենք թե սկիզբը մեկ հատվածով սկսին որ այս թեմային գշոշապե գմոդենա մեկ հատ Ղուկաս 10-րդ գլուխն է գարթամ եւ ասի փաշնեկցի մեր ունգընտիրներուն հետ 13 առաջին քանի համարները գսե ոմանք այն ադեն ներգա գտնվելով բատմեցին անոր այսինքն Տեր Հիսուսի քալիլիացներու մասին որոնց արյունը Բիղադոս իրենց զոհերուն հետ խառնեց Հիսուսը սավանոնց կգարձեք թե այն քալիլիացները բոլոր քալիլիացներն ավելի մեղավոր էին որոնք այսպիսի բաներ քաշեցին ցեզի գսեմ ոչ Հապա եթե չաբաշխարեք ամենքը դա նույնպես պիտի գործվիկ։ Հիմա այս թեփքը բատմապանները ասո խոսքի բատմապանները գսեն իր ենթահող ունի բատմական թեփ մնա աստեղը որ մեր դված բացառության մատ որ դեսակ չարիքի մասին խոսի մարդկային չարիքի մասին խոսի Բիղադոս որպես հռոմեացի գուսագալ Հրեաստանի վրա իր փանագով եկած էր եւ իր զինանշաններով Քրիստոսի քանի մտարիներ առաջ զինանշանները որ ասենք գայսրին նկարը գա իրենց բատկերները կան եւ այլն ասենք բաստարներու վրա զինվորներն առաջ միտքան թրոշակներ այսպես եւ հрьяաները չէին ուզել որ adnok Երուսաղեմ մտնեն այդ թրոշակները քանի որ գսեն գսրփաբղձվի Երուսաղեմը Աստծո մաքուր քաղաքն է անորամարալ Բիղադոս Գեսարիա քաղաքի մեջ դրած էր հանգարց օրը միտքը գփոխե քիշերով բոլոր այդ թրոշակները Երուսաղեմ գբերե եւ անդերի ժողովուրդը մեջ լալով քալիլիացիներ գփարգանան գփոստանան որ ասիգա չի կարելի ասենք թե հեթանոսական as բատկերներ Աստծո դաջարին կովը կարելի չէ որպես սուրբ քաղաք եւ որ գտիմեն գուսագալը վայրակ ծևով գվարվի եւ գչարթե լեցուն կատեր մարտիկ կմահանային հիմա ասիմ մարդոց մտքի մեջ հարցում է դերևս Այս մարդիկը, որոնք եկած էին թերևս գուզեին պաշտպանել քաղաքին սրբությունը, մաքրությունը, Աստծոնդրյալ ժողովուրդն էին, նախանձավոր էին ասանգանակ եւ հիմա հանգարց հեթանոսը գչարթե իրենց արյունը իրենց զոհերուն հետ կխառնե։ Մա իրենց քալու հստակ է նպատակն է որ Տեր Հիսուսի գուզեն հարցնել որ ինչու ասպիսի չարիք պատահած է։ Մենք ուզում ենք սրբությունը պահել, այսինքն Հիսուս վարդապետ է, Տեր Հիսուս վարդապետ է եւ գարցես վարդապետի գուքան եւ գուզեր ասե որ հադենայմ, ասեմ էզի, ինչու աս չար բանը կբադայի։
Այսօր ամեն մարդ գուկա գարցնեն, դերևս ես հովիվ եմ գուկանից գարցնեն, հավատացյալ եղբայրս քեզի կհարցնեն, ամեն մարդ գուզե հարցնեն, թե մարդ արարած գուզե հասկանալ, գուզե դրամապանել, ասպես իմաստ մը գտնալ ասեղածի մեջը, որ իմաստ չի գա ինքնին, չարիքը ինչու կբադահի, ինչպես կբադահի, աստվածապան մսած է, որ չարիքը չես հասկանար, միան գնաս անորդ են բայկարիլ, միան գնաս ադիգա ասպես հերու բահել։ Հիմա եկած են Տեր Հիսուսի կհարցնեն եւ պատասխան կսպասեն։ Գիտեք հետաքրքրականը Տեր Հիսուսի պատասխանը լրիվ ուրիշ անգյունե է։ Սառը ջուր մենք ասում։ Սառը ջուր։ Ասե եթե մեկը սեր որ աս հարցումը հարցվեցավ, նայ պետք է Տեր Հիսուսը որ եկեք ցեզ ասեմ դե ինչու բադայեցավ, ինչու աս չարիքը բադայեցավ 1 2 3 4 Տեր Հիսուս լման ուրիշ թեմայով գուկա, ուրիշ ալիքով գուկա։ Առաջին դեղը ասես մարդոց գուզե հստակացնել թե չգարցեք թե այդ մարդիկը որ մահացան ուրիշները ավելի մեղավոր էին կամ մեղավոր չէին։ Աստեղ մեղավորի ոչ մեղավորի հարց չկա։ Քանի որ նույն հարցումն այսօր գարցվի, այդ ամեն մանուկը ինչու քաղցկեր գունենա։ Այսինքն 3 տարեկան երեխա գլսենք որ կանսեր ունի, քաղցկեր ունի եւ գդարաբի։ Ինչ մեղ կորձած է որ աս երեխան։ Միանգամից մեր մտքով դա է անցնում։ Առաջին ադիգա կանցնի։ Կամ մեկը բոլոր ցանկը, սա ցանկը հավատացյալ մաքուր ապրած է եւ հանգած վրան հիվանդություն մուկա եւ իրապես հանդիպած եմ ասանք մարդոց իրենց առաջին արցումը գնա Բաթվելի ջան ես լման ցանկս մաքուր ապրած եմ մեգում վնաս չեմ դար ինչու աս չարփանենցի կբադայի երբեմն անխոսք մնամ այսինքն ասեմ որ բադասխաններ չունիմ կոնկրետ բայց ասու խոսքին նայենք Բաթվելի լինել դժվար բան է այո մարդիկ բադասխաններ գուզեն եւ իրավունք ունին ուրեմն առաջին դեպքում Տեր Հիսուս գնդքծե կգարձեք թե այն քալիասները բոլոր քալիասեն ավելի մեղավոր են ասելով այդպեսի բաներ քաշեցին ուրեմն աստե մեղավորի հարց չկա քանի որ առաջին տարու հրյական հասկացողության մեջ կամ ասենք դարածված ընդունված թավանակի մեջ կար որ եթե մեկը ցավ կքաշի ասել է որ մեղավոր է Բադայեցավ Հիսուսի աշակերտները ասին որ աս գույրը ասի կամ անդամալիցը ում մեղներ ով է մեղավորը որ ասպեսի վիճակի մեջ է ինքը ծնողքը մեզիս է եւ Տեր Հիսուս լրիվ գուզե փոխել այդ խաղապարը որ մեղքի պատճառը չէ ասինքն որ չարը մտած է աշխարհ այո մեղքը եկած է բայց անոր աստեցությունը դարածված է ամենտեղ եւ չարը սատանան հեղինակություն մսփրած է գուկա գմտնե դերևս անգոտ շուր որպես մարդուն մեջը այդ չարիքը գտնե որպես ուրիշին ցավցնե ուրեմն Տեր Հիսուս ասել որ մեղավորի նյութեն առաջ ով մեղավոր է ով մեղավորի նյութեն առաջ գուզեմ որ ծեր ուշադրությունը ուրիշ տեղ դանել եւ ադի հաջորդ տողս է Հաբա եթե չաբաշխարեք ամենքը դա նույնպես պիտի գործվեք եւ աստե գործվելը շատ կարեւոր է ինչս է գործվել ասեն անոտ ժամանակավոր ցանկը սպարեցավ անակ գործվեցան թե ոչ իրենց հոգիները հավիդենական գորուստ կրեցին եթե պատրաստ չէին ասված թեմավորելու պատրաստ չէին հետ մահու իրենց աստծույն արչև գնալու հիմա ասի իրենց փերած օրինակն է մարդկային բարոյական չարիքը Տեր Հիսուս կսեմ ես վրան ավելցնեմ երկրորդ տեսակի չարիքն եւ անի հաջորդող համարներում մեջ է այսինքն ստեղ նաեւ այս գաղափարը կա որ դուք նրանցից լավը չէիք այո դուք նրանցից ավելի սուրբ չէիք այո որ այդ բանը չարիքը չեզի եւ այդ երևույթը ձեզ պետքա բերի այդ գիտակցության որ պետքա ապաշխարեք արթնցնե արթնություն վերապրեք այո այո մտածեք այդ ուղղությամբ շիդակ այսինքն կարող ենք ասել որ այս գալիլեացիները ովքեր մորթվեցին գին վճարեցին հաջորդների համար որ նրանք ապաշխարեն օրինակ եղան այդպես ասած եւ գին վճարեցին կա այդ գաղափարը ավետարանի մեջ որ մարդ երբ որ հայտնվում է այս վիճակի մեջ հալածվում է
օրինակի համար, տիրոջ համար, նա գին է վճարում հաջորդների համար։ Ես մի քիչ երևի բարդ հարց տվեցի։ Հա, այսինքն այս անցիկը մենք չենք գիտեր, եթե մեղավոր էին կամ մեղավոր չէին։ Քանի որ Եգոներուն հարցումին տրված ծևը աներ, որ գելևի մեղավոր էին ասելով եւ այլն, ուրեմն Տեր Հիսուս այդ մեղավորի նյութի հիմա մեկ կողմ գուզե տնել։ Գուզե իրենց ուշադրությունը ինչպես ասիր, աբաշխարության եւ Աստծո արչև գենալու պատրաստակամության դանիլ։ Շատ կարևոր է։ Դա։ Քանի որ այսպես այնպես եթե այդ անձը ասենք թե այդ օր չմահացավ, դերևս գնա 20 տարի հետո, 30 տարի, 50 տարի հետո պիտի ուրիշ ծևով մահանա։ Հիվանդության կամ ուրիշ արգազով կամ այլն։ Բայց եթե չաբաշխարե, եթե կյանքը Աստծո չնավիրած եւ նոր կյանք չէ սկսած, Բիդի գործվի հավիդյան բիտ գործի, ուրեմն գործվելու չգործվելու նյութին գտանի Տեր Հիսուս, թեմայի գտանի։ Եվ ինչպես է առաջին եւ մարդկային չարիք է, երկրորդ օրինակը Տեր Հիսուս ինքը գուտա, առանց որ իրենք նյութը բերեն։ Հետաքրքրական է գսե, գամ այն 18 հոգին, որոնց վրա Սելովամի աշտարակ է ինգավ։ Սելովամի աշտարակ է ինգավ Եվ զանոք մերցուց կգարձեք թե անոք Երուսաղեմի մեջ փնագած բոլոր մարդոսմե ավելի բարդավոր էին ցեզի գսեն ոչ հաբա եթե չաբաշխարեք ամենքը նույնպես պիտի գործվեք Գերվի աստեղ անորեն բատմական դխուրթեպ մագա մարդիկ չգիտեմ ատեղ վար շուգա արած էին ուխտակնացության կացած էին ինչ կնեն չեմ դեր Սելովամի աշտարակը հանգած փլավ եւ at 18 հոգի մերան Գնալար որ այդ օր ատեղին չանցնեին ուրիշ տեղի երթային բայց այդ օր իրենց վրա ինգա Նորե Տեր Հիսուսը թե գուտա երկրորդ տեսակի չարիքի օրինակը փնության աղետներու որ այսօր գիտենք որ ազգ որպես դարիներ առաջ 40 տարիներ առաջ փնության աղետով հազարներ զոհտված են գաս երկրի մեջ եգրաշարժով ցունամիներ գլան հրթեհներ գլան եւ Տեր Հիսուս չարիքի մյուս երեսնար գուտա բայց դարձյալ դակրական է որ իրենց Փերած հարցումին պատասխանը չէ որ գուտագոր մեզի է ինչու չարիքը կբադահի բարի մարդոց կամ մեզի որպես առաջին հայ քրիստոնյա ազգ եւ այլն մի հարց շատ հետաքրքիր միտք եկա ոչինչ ոսացած այո կարող ենք ասել որ Սելովամի ավազանը դա բնական չարիք չէր այլ մարդու ստեղծած աշտարակ որը իր գլխին ընկավ սա էլ հետաքրքիր խորհուրդ ունի գնալը խարտախությամբ շինված է գնալը երկրաշարժի բացառը ձեր սարկածը ձեր գլխին ընկավ այսինքն դու ինչ որ շինում ես քո կյանքում մի օր գլխի տան գնելու եթե ճիշտ եթե խարտախությամբ այո մեջը խորած է ցեմենտ աղույսը չեմ գիտեր ինչ երկած մեկ քիչ ասենք մարդիկ թող շատ հասկանան այո Նաև այդ իմաստով Եվ վերջավորության գուզեն ամեն բան դարձնել Աստծո ինչու այսպես այնպես եղավ Խի Աստված թույլ տվեց աշտարը դու էիր շինել գողացել էիր ցեմենտը օրինակի համար Ես գիշեմ որ տարիներ դարանար դերմը գծարայի քյուրիմը մեջը որպես հովի Ասպես բարդեզներու մեջ պատման կալեկացած են պատտացած են մեկ ընձիսա որ կտեսնես օրաս բարդեզներած ծարերը սա բդուղներու այոս ինչ քերեցիկ է ասա աս փոլոր եղունքներով մեջտեղ եկած են ասավ ասի ապրեք լավ է մի քանի տարի հետո հողային սահանք եղավ եւ այդ բարդեզները մասը կանթվեցան նույն այդ մարդուն անտիբեցա որպես ցավակցելու հովիվ այցելելու եւ այն սավենցի տեսար պատվելի աստված ինչ հրավնեցի հա Ասի Եվ որ այդ ծառը մեջտեղ ու կա մարդն է ադիգա մեջտեղ փերողը, բայց եթե այդ հողի սահանք եղավ, փնության աղետ եղավ, ադիգա թրսից է։ Ասեն սիրում է մարդը միշտ մեղադրի իր սխալը գցի ուրիշի վրա։ Ճիշտ։ Հիմա երկու օրինակներն ալ, ինչպես ասենք, մեզի նույն դերը կտանի, Տեր Հիսուսի պատասխանը։ Որ մեր ակնկալության համաձայն կրնա չլալ, բայց մեզի շատ ավելի խորունկ դեր մը կտանի։ Տեր Հիսուս կսորվեցին թե հիմնական հարցը այն չէ թե
ինչու ուրիշներ կդարաբին, ինչու ես կդարաբին։ Այսինքն հարց է, բայց հիմնականը չէ։ Հաբա մենք պատրաստ ենք Աստծո հանդիպելու։ Եվ որ այդ չարիքը մեզ ասնի եւ փագենք ամեր աչքեր ասաշխարեն։ Գնալա մարդիկ համացան լան կամ համացան չլան, բայց Տեր Հիսուսի պատասխանը թեւի հոնգը դանի։ Հոբի կյանքն շատ դիպուկ է այս թեմայի մեջ։ Այո, չէ, շատ լավ բան է, օրինակ է ադիգա դեսնեն 5 դագրանի մեջը ընկերները սին հայո է վերջացիր եւ փորձում են սխալ փնտրել մեջը։ Այո։ Ամեն մեկու մոդեցումը երեք ընկերներու մոդեցումը մեկու միսեն դարբեր։ Ադիալ որ հadoop թեմա գլա որ ամեն մեկու մոդեցումը ինչ էր, բայց հոփի պատասխանը եւ ներսի այդ ուժգնությունը զինք ցկեց որ։ Միտեղ արտահայտվում է, չի ասում, ախ եթե իմանայի որտեղ է նա։ Աստծո մասին։ Այո։ Այս հարցումը այսօր կարծեմ մեր արժևը պետք է թրվի, պետք է թրվի։ Նախքան որ երկրորդ բաժնին անցնեմ մենք պատրաստ ենք մեր պատրաստությունը ուր է ազգյանքի հապջեբի մեջ ենք դերևս տնտեսական քաղաքական ընտանեկան աշխարհի հետ խնդիրներու հետ կապված բաներու հետ եւ ամենակարևոր նյութը մարդ արարածեն գվրիբի իր ստեղծիչին արժև որ մը պատրաստ լալն է քանի որ Եթե ասեմ Տեր Հիսուսի ասած մեկնաբանը որ այդ օրը ցելովամի աշտարագին դագը չլայրթուն Okay եւ ուրիշ դեր լաս եւ թեր ցանկը դասշո չստված Եթե այդ քալիասներու մեջ չլայր որ կացին եւ փողոք փարսացին եւ բեղադոսը սպանեց եւ ուրիշ դեր լայր եւ դագավին ցանկը չստված Թունա բիդի գործվես Ինչ տարբերություն Ամառ Գցկեմ մտածենք, որ այսօր մենք ուր ենք, մեր ստեղծիչին հետ մեր փոխհարաբերության մեջը։ Քանի որ ի վերջո թյուրապեք ենք մենք, շատ ասինքն մարմինը, ճիղը, արյունը, մորթը, ասում ինչ թյուրապեք բաներ են։ Շատ դարբեր ենք մենք մեր 4 կողմի բնությունն։ Օրինակ մտամ Անկամ դեսա National Geographic այդ հերոստագյանի վրա որ եղնիկ մը պիտի ծնի եւ հերվեն փորենիներ արդեն գտիդեն կամ արյուզները գտիդեն այդ եղնիկը գսե ծնելեն հետո մոդարովես 1-2 րոպե ունի որ ոտքի էլի եւ սկսի վազել որբեսի իր կյանքը ազատ է ասիքել եղնիկ մնա ծնված նոր ծնված 2 րոպե ունի որ ոտքի գնա ասպես իր ուժ կհավաքը Եվ սկսի վազելու որբեսի այդ փորեններու գերչլա։ Հիմա մարդը առածինն էր։ Միջև 18 տարեկան իրեն պիտի հոգ տանես երևի որ ոտքի գնա եւ սկսի իր կյանքը ապրել։ Մենք շատ խոցելի ենք։ Ասին ասված մեր երկու շաբթվա մեկ ամսվա երեխան դերմը ցկե։ Չի կարել թի։ Երկու շաբաթ չի դիմա։ Երկու օր չի դիմարա։ Ուրեմն մենք ինչ թյուրապեք մարդիկ ենք եւ երբեմն հագարակը մտածենք որ ես ինչ կարողություններով լեցում մարդ եմ ես նյութականից նայեմ իմ քիդությանից նայեմ իմ կարողություններուց նայեմ ինչ մարդ բամը դու քեզ նայիր ինչ թյուրապեք ենք այսօր գանք վաղ գնանք չլալ այսօր առողջ ենք գնանք վաղ առողջ չլալ ինչ տարբերություն at երկու խումբերն Ուրեմն գոչը է որ եթե մենք Աստծո հետ ասես առողջ փոխհարաբերության մեջ ենք Հիսուս Քրիստոսի խաչով փերած փրկակորձությունով նոր կյանքով ակամ եւս մտածենք այսպիսի օրերու մեջը ցավով հիշելով բոլոր բադահացները անոնց գդագը ապրելով անոնց թողած գդագը ապրելով որ այսօրվա սերունդի մեջը Այդ հավատքը շարունակվի։ Այսօրվա սերունդի մեջը այդ մեր բաբերուն հավատքը անգերձորեն շարունակվի։ Սա առաջին թերևս մարդահարավերը բիդելա այսօր լսողներուն։ Վստահ որ ոմանք արդեն այս կյանքերը նվիրած են, բայց ովքեր որ չեն մտածած այսօր մասին, արիթմը լավ որ
ասե թե ես ուրեմ Աստուծույս հետ եւ եթե օրը աս աչքերս փակվին պատրաստ եմ ես իմ փրկչիս առջև գնալու որ հանգարց հավիդյանական չգործվեմ բայց այս բադասխանով հանդերձ ես գհավատամ որ Տեր Հիսուս փախուստ չդար մարդուն ցավեն որ այսինքն մարդը ասինչ եղանակով գուկա հարցումով Տեր Հիսուս ուրիշ ալիքով կպատասխանե նպատակով մասցեվով պատասխանեց այսինքն սառնասրտորեն չէր մոտենում այս հարցին այո սառնասրտով չէ ճիշտ արդահայտությունն է քանի որ ուրիշ տեղ կտեսնենք որ իր գարեկցությունը իր ցավը մարդուն ցավին դարավանքին է դա ամենախորունկ ցևով էր ներապես խորը չի գնացել ոչ մեջ ցավի մեջ մարդուն գրած ցավին ամենախորունկ դեղեր են կքնած դեմը որ մարդը առաջ չեկածած չէր կարող ես այսպես կարնեմ որ եթե այս անցիկ եկան այս հարցումը հարցուցին Տեր Հիսուս իրենց դերևս անխոս կերպով գսեր որ շուտով պիտի տեսնեք անոր պատասխանը թե ինչու չարիք կա եւ որ Աստծո որդին խաչապայտին վրա խաչվի այն ադեմ պիտի տեսնեք թե մենք կտեսնենք իր գրած չարիքին մեջը մեր փրկության ելքը մեր հաղթության ելքը հոն պիտի տեսնենք Աբանստի բարերով փիլիսոփայությունով դրամապանությունով իրենց փորձե բացատրել թե ինչու չարիք կա Տեր Հիսուս ընդրեց ճանապարհը ուր որ ամենայն մեծ չարիք իր վրա եկավ խաչ եկավ եւ մահացավ մեղքերը առնելու համար որբեսի չգործվենք այդ երկու խումբերուն նման լա բիղադոսին լա սելովամի աշտարագին դա գտնվելու նման մեզի համար աբրողներուս համար բատկամ մնե օրինակ այսպեսի միտքը կա մեջս կուզեմ կիսվել մի ձևով գիտեք ինչ եմ նկատում վաչերբեր նկատում եմ որ այս ցեղասպանությունը պաշտպանեց հայի տեսակը սա ոնց ասեմ միտքը այսպես որ հիմա արտահայտվում պաշտպանեց հայի տեսակը ցեղասպանությունը գին վճարեց իր վրա վերցրեց չարիքը որի արդյունքում մենք հիմա կանք եւ այսպես շարունակ հետաքրքիր մտքեր են գալի ինչ կասես սրա մասին ես տարբեր մոդեցումով գոհեմ դեսնել որ չարիքը երբ որ ծրագրված էր հայասկի թեմը չի հաջողվեց իր ամբողջական ծրագիրը չհաջողվեցավ քանի որ մեր միշտ բաբերը ինչ ասած են մեզի կամ թուրքերը ինչ ասած են որ բոլոր հայը բիտ չնչենք միան մեկ հոգի թանկարանը բիտ ցկենք ինչու այդ մեկ հոգին չմնաց թանկարանի մեջը ասել է որ այդ ծրագիրը ցախողվեց ես չեմ ասել որ եղածը շատ թյուրինգ անցնիկ վրա է չէ ցավ է արհավիրքը բոլորիս մեր ընտանիքներում մեջը այդ ցավը գա ժառանգած ենք ժառանգողական ցավ մնե տրոմա մնե նույնիսկ ես մեջեն ես չեմ անցած բայց մեծ մայրս եթե մեծ հայրս մեջեն անցած է տրոման դագավի մենք կարնենք բայց ադի չի ցկեր որ ես ընկճված ապրին չի ցկեր որ ես ցավի թարնության մեջ ապրին գցկեր որ ես դեսեմ թե այդ ծրագիրը որ չարիքը մեզի համար ծրագրված էր չհաջողվեցավ այո հաջող որ երդասարտներու հետ խոսիմ իրենց ասա օրինակը գտամ գսեմ որ ֆիզիկայի աշխարհեն բնակչության աշխարհեն գիշեք գսեմ թերմոդայնամիկսի երկրորդ օրենքը թերմոդայնամիկսի օրենքներ կա երկրորդ օրենքը գսե որ շատ բարձ բարերու մեջ ովևէ մեկ ասպես համագարկի մեջը ամեն բան իր լավակույնեն ավելի վատակույնին գերտա իր լավ վիճակեն ավելի վատ վիճակեն օրինակի համար եթե չուրմը դակցնեմ ասպես երացած չուրմը հոստնեմ գեժ ժամ հետոքամ կդեսնեմ որ բաղեր է ասի երացածը բաղի իջած է խնձորը ցկեմ ասեղանին վրա երկու տարի հետոքամ կդեսնեմ որ ոչ թե խնձորը փայլուն է ընդհանրապես թոշմած է ամեն ինչ այսպես է իր գադարելությունն նվազի գերտա սա օրենք է բնակչության
Հիմա առնենք ճիշտ նույնը հայ ազգի հետ։ Եթե չարը ուզեց հայ ազգը բնաչնչել եւ մնացորդներն անաբադ քշել, ավազին։ Ադիմաստ բանով որ ինչ որ սուրը չվերջացուց արդեն ավազը կվերջացնե։ Ասե դերզորի ավազները։ Բայց հակառակ բանը տեղի ունեցավ։ Հակառակ բանը տեղի ունեցավ։ Ասածը հենց դա է։ Այո։ Այսինքն դա նպաստեց, որ ոչ թե իջնի, այլ բարձրանա։ Ավազի մեջ ինչպես կյանք կնակալ։ Ավազի մեջը միջևեջ ամեն բան փդած կացած է։ Ասե խեր չագերդալ անասում մգինա եւ կփդի վերջանա, բայց մեր բաբերը ավազի մեջ են, իդ կյանք վերագանքնցան։ Ասել է որ թուրսեն եւ ադոր համար է մեր թեմային անունը վերաբրեցնող Աստծո ցերքը։ Եթե ինչպես ալ Մարգարեն գսե, եթե դերոջը խնայությունը մեզ հետ չլար, մենք չենք կնա։ Այսինքն նրանց վճարած գինը մեզ Աստծո ծրագրով վերապրեցնող, այսինքն մենք վերապրեցինք այդ զոհերի գնով։ Ես մի քիչ ուզում եմ սա եթե թույլ տաս։ Մեծ քինդը վինալով։ Սա նման է ընտանիքի, որ հայրը իր կյանքը պատրաստ էր դնելու հանուն իր ընտանիքի, որ նա շարունակի կյանքը այդպես բան։ Չափ մեծ քիներ եւ ադով մենք այսօր կոյադևենք որ։ Եվ որ գսեմ որ Տեր Հիսուս մեծ գարեկցություն ունի, միտքս կերտա ամիջապես հրաշքի մբատմության։ Գուցեմ ադալ բաժնեցիլ որբեսի այսօրվա նյութին երկրորդ երեսը տեսնենք որ գամ փոխչացնե։ 7-րդ գլուխեն է ուգաստարցյան։ 11-րդ համարի մեջը հետևյալ օրը քաղաք մգերտար Հիսուս, որոն անունը Նային էր։ Անոր այդ գերտային իր աշակերտներեն շատ էր եւ մեծ բազմությունը։ Երբ քաղաքին թրանը մոտեցավ, մերել մթուրս կահանեին, իր մորը մեկ հադիկ տղան, մայրը որբևայրի էր, քաղաքեն շատ ժողովուրդ անոր հետ էր, դերը զանիգա դեսնելով խղճաց, բնակիրի մեջ այսինքն սիրտը ջմլվեցավ, դերը խղճաց անոր վրա եւ ասավ միլար, մոտենալով թակարին տբավ, դանողները գանքարին եւ ասավ ով բադանի քեզի գսեմ ելիր, մերել ելավ նստավ եւ սկսավ խոսիլ, Հիսուս տվավ զանիգա իր մորը։ Գիտեք երբեմն մարդիկ կան գուզեն խանգարել, կերտան իրենք չսիրած մարդոց ամուսնության բսակները կխանգարեն, բարետացները կխանգարեն, ասինքն գիտես փչացնում են, տոնը փչացնում են։ Աստեղի բացմության մեջ Տեր Հիսուս թաղում մխանգարեց։ Թաղման թափոր մխանգարեց։ Ասմատիգա, որ այսինքն վերջին հարկանքի դուրք մգնեն գոր, խաղաղության դրամատրված են, հանգած գենա, կսե որ ես բիտ ընդհադեմ ասիգա։ Շատ սիրուն է։ Հիմա ինձ մի հարցներ, դեմ ոչ ուրիշ մեկում հարցուր, դե ինչու միան այստեղ, կամ ուրիշ տեղ չէր, հայրավոր ուրիշ տեղեր մարդիկ մահացան, հայրավոր քաղաքներու մեջը, Տեր Հիսուս գուքա այստեղ, նային քաղաքը։ Եվ եթե տեսնես մեջը, ասես հետաքրական բանկեր մգա այս պատմության։ Երկու բաներ իրարու կհանդիպին։ Երկու խումբեր իրարու կհանդիպին։ Հիսուսի խումբը քաղաք կմտնա, քաղաքի խումբը դուրս կելն։ Թաղողների խումբ եւ ապրողների խումբ, ապրեցնողների խումբ։ Ապրեցնող։ Եվ մարդ արարածը ես թուն ովևէ մեկը ցանկի մեջ աս երկու թափորները մեկու մեջ ենք։ Կամ աստեղ ենք կամ այդտեղ ենք։ Ճիշտ է։ Օրեր գուքա որ այդ թափորի մեջ ենք որ սիրելի մողողի բիթ հանցնենք։ Թաղողների մեջ ենք։ Օրեր գուքա որ մենք առողջ ենք, ուրախ ենք եւ այլն, քաղաք կմտնանք, այցելություն մնելու, բարեկամ մտեսնելու, նոր դեր մի երթալու։ Մարդ արած աս երկուքե մեկն է, ուրիշ երրորդ դերը չէ։ Գիտես ինչ հիշեցի, առակ էր Հիսուս ասում մեկի մասին, որ ասում է Տեր ես գգամ քո հետևից, բայց թող գնամ հորս թաղեմ, նոր գամ։ Այո, ասես թող մեռելները թաղեն իրենց մեռելին։ Դու գնա Աստծո արքայությունը քարոզի, ապրեցնող է, ոչ թե թաղող։ Ադիգա կարիվո ժարանքի նյութ ուներ,
քանի որ միջնայքին է սպասե որ հայրը մահանա որ իր բաժինը առնի հետո քեզի գեդենիմ իրենց կյարդիգա տուն եթե ցերկդ մաջին վրա տրերես ամեջաբես հետևի ուրեմն թաղողների եւ աբրողների աբրեցնոներ խումբի մեջ օրը երկու խումբեր իրարուման հագարակ են եւ մեկ որպես ազգ ինչքան ադեններ կամ ընտանիքներ անհատներ գտնվեր ենք այդ ցավալի թափորի մեջը ոչ թե միայն գրծած ենք մարդիկ թաղել մեր նախայրերում պատմություններ են գիտենք որ երբեմն մահացողներ առանց հողի մնացին անթաղ դերմը մնացին ճուրերու մեջ նետվեցան որբեսի մուսուլման չլան եւ այլն ձայերուն դակ թողվեցան եւ այս օրինակները բոլորը ասի իմ մեծ մայրս կպատմե իրականություն է հիմա աս երկու խումբերուն կողքին կտեսնես որ երկու միածիններ իրար կհանդիպին եթե պատմության նայես Հիսուս Աստծո միածինը եւ այնտեղ որբևայրի միակ դղան երկու միածիններ եւ Տեր Հիսուս որպես միածին Աստծո գադարյալ աստվածությունը եւ որդին ցանկ կուտա ուրիշ միածինիմը հետաքրական պատկերներ է երկու իրարու ոսոխներ իրարու գանտիմին Հիսուսի մեջ ցանկ տալու ուժը եւ չարին սատանային ասպես մահվան մեղքի մահվան ուժը ստեղ կուզեմ մեր հայկական բնույթից մի բան խոսամ որ շատ հարիր չէ բառը սխալ է շատ այդ երևույթը շատ կա մեռելապաշտություն այսինքն միշտ այդ ողբը այդ սուք այդ գերեզման այդ հասկացողությունը կամ մեր երկերի մեջ հայկական անին տեսնեմ նոր մեռնեմ սարերի հովին մեռնեմ կյանքիդ մեռնեմ այս մեռնեմը մի տեսակ շատ չի բայց այո մի տեսակ շատ է եւ որ կյանքի աստված մունինք այո ադիգա ցավալի բաժանում մնե արցուկա քանի որ հոն բաժանում գա բայց ապրել դրանով գրկել դա հույսիա ժողովուրդենք հույսիալ հավատքի մեջ ենք մենք որպես հայ ազգ քրիստոնեություն եւ անհատներ ուրեմն ադիգա ասած շդակ դերին է մշակութային բան մնե որ շատ մեր մեջ ասպես արմադացած է Եվ մենք չենք ուզել ադիգա մեր վրային թոթափել գարձես սևոմ թավաջանած կլանք ասակ կգարձենք որ եթե մորնամ հա գարձես այդ իմ սիրելիս ազգիս կամ անհադին թավաջանած կլանք չէ մոռանալ պետք չի չեմ ասում թողել ընդհանրապես բայց այդ ներսը գրկել դրան ապրել դրանով դա լուսո որդու կամ քրիստոնյայի կերպար չի կարա համարվի Չարը մահը եւ կյանքը իրար գանտիմին այդ քաղաքի մուտքին բայց Հիսուսի իրաց ամենա հատկանշականն է ասես թաղման թափորը գեցնե խանգարում խանգարե եւ այսօր թող խանգարում այսօր խանգար եւ կյանքի կվերաթարցնի ասել դասարտը եւ իր մորը գուտա մորը գանցնե Կսե ելավ նստավ ես սկսավ խոսիլ Ես անցամ կուզեի գիտնալ որ ինչ կխոսեր ինչ կուզեր պատմել ինչ փառքը բիտ դեսած լար ինչեր դեսած վելա որ հիմա էլի վերստին կուզե պատմել ամենան խորուն պատկերը աբրող վերաբրող երդասարտը Տեր Հիսուս կյանքի որ գբերը մորը կհանցնե Գիտեք Ապրիլ 24-ի աս մեր բոլոր ցավերուն մեջ են, ինչպես որ ավակ շաբաթ է, խաչելության ուրբաթն է, որ գանցնիկ մեջ են, եւ որ հարության գիրագին կհավատանք, Տեր Հիսուս մեր ազգին թաղման թափորը ընդհատեց, դերմը գեցուց։ Այո, մենք բոլորս որպես ազգ այդ թափորի մեջ ենք։ Բայց Տեր Հիսուս ընդհատեց, գեցուց եւ կյանք տվավ վերաբրողներ ունենք եւ կրկին մեզ մեր ճագերդյալ մորը տվավ
մեր մայր հայրենիքին դվավ, մեր մայր Հայաստանի ազգին դվավ։ Ըստ մնացորդածը վերաբրողները, որբեսի հիմա դարբեր դանգինով, դարբեր մտայնությամբ եւ դարբեր հավատքով շարունակենք աս վերաբրողի կյանքը։ Ամեն։ Մեզի այդ արիտը նորեն դրվեցավ։ Նորեն գշշտեմ եւ գշտեմ։ Այս խոսքերով մենք չենք մոռնար եղածը։ Ոչ ալ գտավաճանենք իրենց գտակը։ Բայց իմ շեշտավորումը եւ խասու խոսքին շեշտավորումը գսե որ մենք հիմա որ վերաբրողներ ենք, ինչպիսի կյանք միտելա եւ մեր հարցումները ինչպիսի միտելան։ Վերաբրողին հարցում ուրիշ տեսակ պետք է լա։ Այո։ Առաջվա հարցումները պիտի չլա որ ինչու բադահեցավ, Երանի չի բադահեր, ուր էր, ինչ էր, ասում լրիվ սխալ հարցումներ են այլևս։ Վերաբրողին հարցումը ուրիշ կլա։ Կյանքի հարցումը։ Կյանքի մասին հարցումը։ Կյանքի մասին հարցում կլա։ Ես ինչպես կնամ աս կյանքը ալավելին ապրիլ։ Ինչպես ես կնամ պատրաստվել իմ փրկիչս թիմավորելու, որ շուտով գուքա։ Եվ որպես ազգ, վերաբրող ազգ, մենք ինչպես կրնանք այսօր մենք իրար փարսացնել։ Դու լրիվ թեման։ Ուրիշ հարցում պիտի հարցնենք այլևս։ Այո։ Թշնամություն։ Ինչպես կարող է դա լինի մի ազգի մեջ, որտեղ զոհեր ունեն, գենոցիդ են վերապրում։ Այո։ Սա անհասկանալի է։ Եվ որ երկուքիս նախայրերը չարթված են, ինչպես ես եւ թուն գրնան իրարու լրիվ հագարակ գացության մեջ կենալ։ Թշնամական գացության մեջ կենալ։ Ուրեմն Աբրովի հարցում դրա որ ինչպես ես եւ թուն Աբրահամ կրնանք մեկը լալ, միասնական մլալ, համացայն լալ, որբեսի մեր երկիրը, մեր ազգը վեր փարսացնենք։ Դες մենք ասում ենք ներել թշնամուն, որպես Հիսուսը որ խոսում է դրա մասին, ու միանգամից մտածում ենք ինչպես կարող է ես ներեմ օրինակ այդ ազգին, որը կոտորեց։ Կա տրամաբանություն դրա մեջ, բայց եթե չեմ կարողանում ներեմ իմ հարևանին, ինչի մասին է խոսքը։ Դու չես մարդ չի կարող ների իր սեփական երեխային, իր կնոջը։ Դու քես այդ գլոբալ հարցը բերել ու փորձում ես մեղադրես Հիսուսին, որ ինչ ես դու տենց բան ասում։ Այո։ Նախ մենք ներումը պետքա սկսի մեր մտերիմների շրջանակում, մեր ազգի շրջանակում սովորի դեռ ներել։ Հետո կխոսաս նրա մասին, որ թշնամուն ինչպես կարելի է ներել, ինչ կասես։ Գիտես, ես որպես հոգեբանական դիտանգին եմ մոտենալով, ներելը ամեն բանի առաջ իմ մտային հոգեկան առողջությանս համար է։ Միանշանակ։ Նախքան ուրիշին համար, այսինքն, եթե ես ներեմ, ասել չէ՞ որ թիմացինը ամբարդ պիտի լա, վերջացավ այլևս, վերջին Թադաստանի նորը, այսպես իրեն պիտի նայվի, թուն 10,000 հոգի չարտեր ես, եւ վաչեն քեզ ներած է, հադե անցիր։ Ամեն մարդ հաշի պիտի դասո, ես ան մեջը լալով։ Մեր ամեն մեկ փոքր մեծ գործերուն հաշի պիտի դա։ Բայց եթե ես առանց ներման կյանք մաբրի մաս կյանքի մեջը, իմ թարնությունը մեջս որ լա, թարնությունը զիս ներսեն արդեն գմաշեցնե։ Դուրախ չեմ լար։ Ինքնա ոչնչացման ծևմն է։ Գիտես այդ նշանավոր խոսքը, որ հաջախսված է, գսե թարնությունը չներելը գնամանի որ թույն մառնես եւ ուզես որ թիմացինը մահանա։ Թույնը գլես եւ սպասես որ թիմացինը մահանա, նո։ Այդ թույնը նախ քեզի բիդի աստե։ Իսկ հագարակ նագատ ներումը նախ քեզ բիդի ազատագրե։ Առողջություն բերի։ Հոգեվոր առողջությունը։ Եվ ֆիզիկական ինչու՞ չէ նաեւ։ Բանջարությունը կարևոր է։ Հիշելը կարևոր է, որ ես իմ իրավունքներս ունիմ եւ որպես ազգ արդարությունը կբահանջեմ։ Այո։ Արդարության յետևեն եմ։ Բայց ներելը ադի ուրիշ մագարտակի է իմ հոգեվոր առողջությանս համար։ Այո։ Եվ ամեն մեկ անց լա ազգ, լա ժողովուրդ որ ուրիշ ժողովուրդի չարիք հասցուցած է Աստծո խոսքը գսե վերջին Թադաստանին բոլորն իրենց կորձերուն համար պիտի թատրի։ Եվ աղոթեմ որ իր աչքերը բացվի եւ ինքը իսկական ներողություն խնդրե, փոխանակ որ աղոթեինք որ գործվի, այո, ասի իրապես աղոթեմ որ
ասենք հոգին սրդին աչքերը բացվի եւ ապաշխարի։ Այո։ Միանշանակ։ Գնա ոմանք համացայն չլան, բայց սա Աստծո խոսքի սորվեցածն է մեզի։ Այո։ Էլի մեզ համար։ Մեզի համար։ Ես այսօր ինքս որպես հայորդի մնացորդ իմ նախնիներս լսած բոլոր պատմությունները այս հրաշքի պատմության մեջ կտեսնեմ։ Տեր Հիսուս Նայինի քաղաքի մուտքին թափորը գեցուց եւ երիտասարդը գրգին իր մորը դվավ։ Ես անոնցում եմ մեկնեմ, դու անոնցում եմ մեկնես։ Այսօր մեր մայր Հայաստանի բոլոր ժողովուրդը այդ վերաբրող երիտասարդն է։ Նստավ եւ ինչու՞ չէ, սպյուրքի, պատմելիքունի եւ սպյուրքը։ Եվ սպյուրք։ Սպյուրքի դարածքի բոլոր հայությունը։ Այո։ Կարծեմ որ այս կամփան դերը որ սրդիս վրատրավ այսօր գուզեմ ամփոփչացնել եւ մաղթել որ վաղը մեր եւ որ դիզենագապերտ կելենք որպես ժողովուրդ կամ մեր սպյուրքի մեջ բոլոր հայությունը գհիշադակե մենք նոր հարցումներ հարցումներ ունենք։ Վաղը թաղելու օր չի։ Այո։ Վաղը ապրեցնելու այո, վերաբրողներու հիշադակությունը վերբահելու օր է։ Այո, այո։ Շատ վաչե եղբայր, շատ շնորհակալ եմ գիրոք կարևոր թեմա է եւ անկեղծ ասեմ այսպիսի թեմաներ շատ չի խոսվում հեռուստացույցով եւ մեդիայով, բայց շատ կարևոր է։ Սրա մեջ կա մխիթարություն, կա կյանքի հանդեպ ձգտում, փափակ, հա, նախանձավորություն սրա մեջ։ Ես պիտի ապրեմ, ունենամ այդ կյանքի մեջ, ես պիտի սիրեմ այդ վերապրելը ազգովի, սա պետքա լինի լեզվան մշակույթ մեր ազգի կյանքում եւ մենք հենց դրա համար ենք ընտրվել Տիրոջից, որ կարողանանք մխիթարություն լինել շատ անմխիթարների։ Համաձայն ես։ Այո։ Եվ այս քարոզը մխիթարության քարոզ է, ոչ թե անմխիթարության։ Այո։ Շնորհակալ եմ եղբայր։ Ինձ ուրախություն է եւ մաղթեմ որ որպես ժողովուրդ մեր սրտերը մտքերը Աստծո դարձած շարունակենք մեր հայաբահբանության, հայրենիքի բահբանության, սպյուրքի մեր բոլոր արժեքներու բահբանության մեջ։ Այո, ամեն։ Ամեն Տիրոջը։ Վաչե եղբայր կրկի շնորհակալություն կխնդրեմ քո աղոթքով ավարտել եթերը։ Հավիտենական մեր Տեր Աստվածը, որու երթանք միաթունից հավիտենական կյանքի խոսքերը, որու երթանքով դեր մեր հարցումներով միաթունից պատասխանը։ Եւ այսօր մեզի կզարմացնես քու դարբեր դեսագի, դարբեր մագարտագի պատասխանով։ Ամեն Տեր։ Որ մենք ինչու վերաբրեցանք, մենք ինչու ողջ մնացինք եւ մենք ինչ պիտի անենք ասկե հետո։ Գաղութեմ ով դեր որ այցելես յուրաքանչյուր մեր ազգի զավակը բոլոր թարնությունները, փարգությունները փոխես ցանկի վերաբրողներու մտայնության եւ օգնես որ մեր մեջը սերը միասնականությունը դիրե հրաշքով եւ քու ներկործությամբ սրդերը մտքերը պատրաստե անոր մեջ այս միասնականության հունդերը ցանե եւ քեզ փարավորող ազգը լանք ինչպես 1700 դար առաջ մեզ գանչեցիր եւ շարունակենք այդպես մնալ օրտնես այս առաքելությունը լսողները եւ խոսքիդ բաժնեկցությունը մեր փրկիչ ու Տեր Հիսուսի անունով ամեն ամեն Փառքեստեր Տիրոջը վաչե եղբայր միշտ ուրախ կլինեմ որ ամեն անգամ գաք Հայաստան այսպես զանգեք որ տեղյակ լինեք անպայման գաք այստեղ ձեր խոսքը բերեք մենք միշտ օրհնվել ենք քանի անգամ որ եղել եք այստեղ ձեր խոսքով եւ Տիրոջը ձեզ համար ամեն փառքելա կբարևեք բոլորին Ամերիկայում քույր եղբայրներին մեր կողմից Սերի բարեկամներ այսպեսին էր մեր եթերը, ուսամ մխիթարված եք Քրիստոսով եւ առավել մենք կանչված ենք լինելու ապրեցնողներ, ոչ թե թաղողներ, այսօր կարծես կենտրոնական միտքը հենց դա էր, Տերը ծրագիր ունի մեր կյանքի մեջ,
եւ թող Տիրոջ արթնությունը գա մեր ազգի մեջ Հիսուսի անունով։ Սիրում ենք ձեզ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մանանաթա, Տերը շուտով գալու է։